Թեև չեք ուզում անդրադառնալ դատական այս գործընթացին, բայց Հայաստանի պատմության դասագրքի հեղինակը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ եթե հրամանագիր չեք ստորագրել, ապա հետո ինչու եք նոր հրամանագիր ստորագրել, որով չեղարկում եք Լեռնային Ղարաբաղի, եւ պարոն Շահրամանյան, իշխանական ներկայացուցիչները, ՔՊԱ-ական պատգամավորները պարբերաբար հարց են բարձրացնում, թե այդ ինչպես ստացվեց, որ դուք կարողացաք անվտանգ ձեր թիկնապահներով շրջապատված դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, բայց Արցախի նախկին քաղաքական ղեկավարությունը այդպես էլ չկարողացավ եւ գերեվարվեց։ Հարգելի լրագրող, ինչ վերաբերում է ձեր հարցի առաջի մասին, ես անդրադարձել եմ եւ չեմ ուզում նորից կրկնել, մենք մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել այդ Արցախի տեղեկատվական շտաբով անդրադառնալ այդ ձեր նշած բոլոր հարցերին։ Ինչ վերաբերում է թե ինչպես եմ ես կարողացել դուրս գամ այդ իրավիճակից եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, ես այս պահին էլ չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, քանի որ դեռ կար process-ներ, որոնց հնարավոր է ձեր հարցին պատասխանը խանգարի։ Հիմա այդ process-ները ավարտված չեն արդյոք։ Չէ, ոչ, ավարտված չեն։ Պարոն նախագահ, մյուս գործով ինչ process կա, մյուս գործի շրջանակում ուր է հասել ձեզ կանչում էին հարցաքննության, որով որ նաև Սամվել Բաբայանն էր կանչվել, թե լսվել։ Ես այդ գործով հարցակրվել եմ որպես վկա։